Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օրլրատվականն է այսօր 12 մարտի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Վարդենիսի պարզագույն թաքստոցների վիճակն են ուսումնասիրել Ագաթ և Ռեստարտ Գավառ հասարակական կազմակերպությունները։ Առկա խնդիրները քարտեզագրվել են և դրանց մեղմանն ուղղված որոշ քայլեր են ձեռնարկվել։ Որքանով են Վարդենիսում պարզագույն թաքստոցները մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ագաթ և Ռեստարտ Գավառ հասարակական կազմակերպությունները կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ ծրագրով ուսումնասիրել են ու պարզել, որ հաշմանդամություն ունեցողները ոչ միայն պատսպարվել, այլև նույնիսկ մուտք գործել չեն կարող այդ թաքստոցներ։ Փորձում են խնդրին լուծում տալ համայնքապետարանի հետ համատեղ 5 պարզագույն թաքստոցների բարեկարգման և մատչելիության ապահովման ուղղությամբ արդեն որոշ քայլեր են ձեռնարկվել։ Մենք այսօր հետ բերել ենք աջակցող տեխնոլոգիաներ, որոնք որ օրինակ կարող են օգտագործել, եթե աստիճաններ կա, այդ սարքավորումները դնել, որպեսզի այդ աստիճաններով կարողանան մարդիկ մուտք գործել պարզագույն թաքստոցներ, նաև բերել ենք ինչ-որ սայլակներ, քայլակներ։ Տեխնիկական աջակցությանը զուգահեռ նաև դասընթացներ են անցկացնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, նաև ուսումնական հաստատությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար։ Քանի որ անվտանգության հետ կապված հարցեր են, մենք հաշվի առանք մեր սահմանամերձ դիրքը և այն կարևոր գործողությունները, որոնք որ պետք է ապահովեն անվտանգությունը, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց շրջանակում։ Եվ այդ դասընթացների և մնացած հանդիպումների ընթացքում կոնկրետ մենք նախանշեցինք, որ մենք կարիք կունենանք հատկապես թաքստոցների կահավորման։ Թաքստոցները կարգի բերելու ուղղությամբ համայնքում աշխատանքներ իրականացվել են, սակայն պայմանները հիմնականում դեռ անբարենպաստ են։ Մենք առաջարկությունների փաթեթ ենք մշակել, որը ներկայացնելու ենք և կառավարությանը, և նախարարություններին, և համայնքապետարաններին, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն հենց պարզագույն թաքստոցների պատրաստվածության։ Մենք փորձելու ենք այս պարագայում ուժերը միավորել, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Սա շատ լավ օրինակ է, որ ամբողջ Հայաստանում պետք է այս ամեն ինչը տարածենք, քանի որ համայնքներում անհրաժեշտ են ունենալ պարզագույն թաքստոցներ արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքը որպեսզի կարողանա դիմակայել։ Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ ծրագրի հիմքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք խաղաղություն անվտանգություն օրակարգի 1325 բանաձևն է ուղղված հակամարտությունների կանխարգելման և լուծման գործընթացներում կանանց մասնակցության ակտիվացմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Պարածանրորդ Արտյոմ Մուխսյանը շարունակում է միջազգային մարզական իրադարձություններին իր հաղթական մասնակցությունը։ Երիտասարդ մարզիկը հերթական հաղթանակն է նվաճել Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում դիմավորում են հերթական մարզական կարևոր իրադարձությունից վերադարձած պարածանրորդ Արտյոմ Մուխսյանին։ 17-ամյա մարզիկը Հայաստանի պարածանրամարտի հավաքական կազմում մասնակցել է մարտի 4-ից 11-ը Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Մուխսյանը Հայաստանի հավաքականի ոսկի նվաճած 6 մարզիկներից մեկն է։ Բարձրացրած քաշերի հանրագումարով 218 կիլոգրամ արդյունքով նա նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։ Մարզվում եմ մի տարի 7 ամիս, այս մրցումին պատրաստվել եմ 4 ամիս։ Հաջողությունները շատ են եւ խոստանում եմ էլի մինչև օլիմպիական բեմեր բարձրանալու եմ։ Շնորհակալ եմ մեր բոլոր թիմին, շնորհակալ եմ իմ անձնական մարզչին Ժորա Ավանեսյանին, նաեւ շնորհակալ եմ մեր թիմի ղեկավարին Գևորգ Հովհաննիսյանին, նաև մեր մարզիչներին։ Երիտասարդ պարածանրորդի հաջողությունները ոգևորում և լավագույն արդյունքներ գրանցելու են մղում նրա մարզական ընկերներին։ Ոգևորված եմ Արտյոմի հաղթանակներով և պատրաստվում եմ Արտյոմի պես դառնալ տարբեր հարթակների չեմպիոն։ Արտյոմ Մուխսյանի համար 2025 թվականն էլ է նշանավորվել նվաճումներով, փորձառությամբ և կատարելագործմամբ։ Երիտասարդ մարզիկն իրեն լավագույնս է դրսևորել տեղական և միջազգային մրցասպարեզներում։ Մասնակցել եմ աշխարհի գավաթի 2025 թվականին մայիսի 11-ին գրավեցի էլի առաջ տեղ, այս 25 թվականի հոկտեմբերին մասնակցել եմ աշխարհի խաղերին, փոխ չեմպիոն եմ դարձել աշխարհի,
Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց հետո երիտասարդ մարզիկը երկար հանգստանալ չի պատրաստվում։ Առջևում մարզական նոր իրադարձություններ կան։ Մինչ օլիմպիական խաղերը ունենք նաև շատ մրցույթներ, որոնցից մեկն է այս 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը լինելու է աշխարհի առաջնություն, մրցույթները անցկացվելու են Բահրեյնում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի պարածանրամարտի հավաքականի 11 մարզիկներից 9 դարձել է Եվրոպայի առաջնության մեդալակիր, որոնցից 6-ը ոսկե։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։